Մարգարայի կամուրջն արդեն պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը, ստեղծվել են բոլոր պայմանները թե մաքսային, թե սահմանապահ ծառայությունները լիարժեք մատուցելու համար։ Թեմային օրերս անդրադարձավ նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նվազագույնը տնտեսապես մեր ամենամեծ հարևանն է, իր հնայի ծավալով, ունենք հնարավորություն այդ սահմանը բացվելու և հուսով եմ, որ առաջիկայում դրական լավ լուրեր կլինեն։ Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման հարցում կարծիքները իրարամերժ են։ Ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում այդ քայլը տնտեսական հնարավորություններ կտա։ Ավելի էժան ապրանքների ներմուծում, տրանսպորտային որոշ ծախսերի կրճատում, նոր ներդրումներ և զբոսաշրջիկների հոսք։ Թուրքիայի դիրքը ինքը գտնվում է Եվրոպա, Ասիա, Աֆրիկա այդ առևտրային մեծ ներուժով օժտված եղանակյունու հենց կենտրոնական հատվածում եւ ունի շատ բարենպաստ աշխարհական դիրք եւ օգտագործելով այդտեղ արկա լոգիստիկ ենթակառուցվածքները Հայաստանը կարող է իր արտահանման աշխարհագրությունը մեծացնել, ընդլայնել եւ իր ապրանքների նաեւ մրցունակությունը մեծացնել, քանի որ լոգիստիկ ծախսերի նվազումը կբերի նաեւ մեր ապրանքների մրցունակության աճի արտաքին շուկաներում։ Սահմանի բացումը կարող է առաջին հայացքից տնտեսական առումով գրավիչ լինել, բայց քաղաքական եւ անվտանգային տեսանկյունից ունի բազմաշերտ ռիսկեր։ Չի բացառվում, որ կզարգանա առևտուրը, բայց կփակվեն տեղական արտադրական մի շարք կազմակերպություններ։ Կան, ասենք, որոշակի մտավախություններ, որ թուրքական ապրանքները Հայաստան ներմուծվելով կարող են այստեղ նաեւ ներքին արտադրությանը վնասել, քանի որ դրանք ավելի էժան կլինեն, ավելի մատչելի եւ այլն։ Դրա համար նաեւ գոյություն են տարբեր քվոտաներ, գոյություն են տարբեր սակագներ, մաքսատուրքեր։ Այս առումով հնարավոր է կարգավորել, այսինքն սահմանի բացումը չի նշանակում լրիվ ազատ առևտրի գոտի առանց մաքսատուրքերի եւ այլն։ Սա պետք է հասկանանք, որ այսինքն ցանկացած առևտրի մեջ, եթե մեր համար օրինակ մեր գյուղատնտեսությունը, գյուղատնտեսական ապրանքի արտադրությունը կարևորվում է, այդ դեպքում Թուրքիայից ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների վրա մենք որոշակի մաքսատուրքեր կամ քվոտաներ կսահմանենք, որպեսզի չկարողանա այսինքն ներքին արտադրության վրա բացասական ազդեցություն ունենալ։ Սա կարգավորվող մեխանիզմ է, բոլոր երկրները դա կիրառում են։ Եթե երկիրը տարիներ ի վեր շրջափակման մեջ է, երկու սահմաններն էլ փակ, ապա դրանցից մեկի բացումը չի կարող միայն բացասական կողմեր ունենալ, ասում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Սահմանը փակ լինելու դեպքում քո տնտեսությունը ավելի շատ է տուժում, այդ ռիսկերը ավելի մեծանում են, քանի որ դու կախված ես ընդհանրապես մեկ ճանապարհից, այն էլ տարանցիկ որևէ երկրի տարածքով, ինչը համ թանկ է, համ ժամանակատար եւ նաեւ ռիսկային, որ ինչպես տեսնում ենք, այսինքն լապսի այդ անցակետը բարբերաբար փակվում է, հեշտեր են գոյանում, ապրանքները, այսինքն մնում են ճանապարհին, նաեւ փչանում են եւ այլն։ Այստեղ ռիսկերը անհամեմատ ավելի շատ են։ Թուրքիայի հետ սահմանը փակ է եւ Հայաստանն ուղղակի առևտուր չի անում հարևան երկրի հետ։ Այդուհանդերձ առկա է անուղղակի առուվաճառք, որը տեղի է ունենում Վրաստանով եւ հիմնականում միակողմանի է։ Հայաստանը Թուրքիայից ապրանք է ներմուծում, մինչդեռ այնտեղ գրեթե ոչինչ չի արտահանում։ Սահմանի բացման շնորհիվ Երևանը Անկարայի միջոցով ավելի կարճ ճանապարհով կհասնի միջազգային շուկաներ։ Արտահանման ավալը շատ չնչին է, տատանվում այսինքն 0.6% այսպես ընդհանուր մեր ծավալի մեջ, սա շատ չնչին գումար է։ Սակայն այստեղ պետք է նշել, որ մեր ներմուծումը 2-3% է կազմում տարիների ընթացքում։ Դա ըստ երկրների, այսպես ասած, տեսարակագրի Թուրքիան 7-րդն է հանդիսացել վերջին տարիներին այս ներմուծման հետ կապված։ Թուրքիան վերջին 10 տարի ընթացքում ավելի քան $150 միլիոն ներդրել ենթակառուցվածքներում եւ ապրանքների ներմուծման եւ արտահանման Թուրքիան օգտագործում է իր թե ծովային, թե օդային, թե նաև երկաթուղու հնարավորությունները։ Եթե բացվի սահմանը, ապա աշխուժություն կնկատվի նաև զբոսաշրջության ոլորտում։ Այստեղ երկկողմ ուղևորափոխադրումների շնորհիվ զգալի առաջընթաց կարձանագրվի, նշում է տնտեսագետը։ Այս պահին դժվար է հստակ կանխատեսումներ անել։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը վտանգավոր, թե նոր հնարավորությունների դռներ կբացի։ Նարեկ Խաչատրյան, Սյունիք լուրեր։